26 թվական։ Ես իմ մասով ասեմ, որ ինչպես կալանքի երկամսյա ժամկետի ընթացքում, այնպես էլ հացադուլի ողջ ընթացքում ամեն օր տեսակցել եմ Նարեկ Սամսոնյանին և ինչպես մեր ամենօրյա ակցիաների ընթացքում, այնպես էլ հիմա ասում եմ, որ բնականաբար հացադուլը իր հետևանքներն առաջացնում է, չի կարող 9 օր հաց չկերած մարդը լինել նույն էներգիայով, նույն կարգավիճակում, ինչ ամեն օր նորմալ սնվող մարդը, նորմալ ընթացակարգով սնվող մարդը։ Այո, Նարեկ Սամսոնյանը հացադուլի քայլին դիմել է գիտակցված, այդ քայլին դիմել է որպես վճռական բողոքի նշան, ի հակադրություն տեղի ունեցող ապօրինությունների, որոնց պայքարելու դեմ անազատության մեջ գտնվող անձը չի կարող այլ բան անել, քան հացադուլի դիմելը։ Նա ազատության մեջ չէ, որ պիկետանի, ակցիանի, բողոքի այլ ձևով փորձի պայքարել իրեն ապօրինի ազատությունից զրկելու դեմ։ Եվ սա ընդունված պրակտիկա է։ Կալանավորները, ովքեր որ ուզում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, ապօրինությունների դեմ դիմում են հացադուլի։ Սա գիտակցված ընտրված քայլ է Նարեկ Սամսոնյանի կողմից։ Նարեկ Սամսոնյանը մտքով, հոգով շատ ուժեղ է այս ամբողջ ընթացքում, այդ թվում եւ հացադուլի 9-րդ օրը, բայց բնականաբար առողջական վիճակի վրա այդ ամենը ազդում է։ Էլ չեմ ասում, որ այն վիրահատական միջամտության հանգամանքներն են գումարվում հացադուլի հանգամանքին, որը որ եթե սովորական պայմաններում այդ վիրահատական միջամտությունը գուցե հնարավոր լինել 3 օր հետո, 4 օր հետո կազմակերպել, բայց հացադուլի պայմաններում ամեն օրը դառնում է գումարած 10 օր, այսինքն հրատապության հարցը դրսևորվում է դրանում։ Ես այսքանով սահմանափակվեմ, եւս մեկ անգամ կրկնեմ, որ Նարեկ Սամսոնյանը մտքով, հոգով ամուր է, վճռական է իր հացադուլի մեջ, բայց առողջական վիճակով պայմանավորված եւ հացադուլի հանգամանքներով պայմանավորված հետևանքներ են առաջացել, որոնց մասին արդեն ավելի մանրամասն կխոսի պարոն Մելիքյանը։ Շատ լավ, ես հիմա